Բարև ընկերներ, այսօր կրկին Արարատի մարզից եմ խոսելու, տեղի ունեցող ապօրինությունների թալանի մասին։ Շնորհակալ եմ ձեր ջերմ աջակցության համար, շնորհակալ եմ տեսանյութերը հավանելու, տարածելու համար ևս։ Բարեկամներ, Նիկոլ Փաշինյանը երբեմն հրապարակում է թալանի վերադարձի մասին տեղեկատվություն, սակայն յուրայինների կամ քպայականների թալանների մասին որևէ խոսք չկա նրա էջում, իսկ երբ դրա մասին բարձրաձայնում ենք, քար լռություն, կարծես ոչ մի բան տեղի չի ունենում կամ չի ունեցել, կարծես դա նորմա է, բնականon ընթացք։ Ընկերներ, Նիկոլ Փաշինյանի յուրայիններից է հանդիսանում նաև Արամ Սարգսյանը, ում մասին տեղեկություններ ենք ստացել։ Հիմա կհրապարակեմ այդ տեղեկություններից ընդամենը մի փոքրիկ հատված, ինչից հետո կխնդրեմ ուժային կառույցներին, որպեսզի հրապարակային պատասխանով հանդես գան։ Ինձ դիմաց քաղաքացիներից մեկը տրամադրել է տեղեկություն այն մասին, որ Արամ Սարգսյանը եւ նրա մերձավորները սպառնալիքով եւ հարկադրանքով տիրացել են Սիփան 1 ընկերության 19 եւ 30% բաժնեմասերին, ինչի մասին կա հանցագործության մասին հաղորդում ազգային անվտանգության ծառայությունում։ Հորդորում եմ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի գործի ի շահ քաղաքացու, այլ ոչ թե ի շահ քաղաքական շահի։ Ընկերներ, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանին հիշում եք, նրա մասին տեսանյութից հետո կրկին բազմաթիվ նամակներ եմ ստացել։ Ասում են, որ Ասլան Ավետիսյանը Արարատ համայնքի դպրոցի տնօրեններին կանչել է իր մոտ, ստիպել, որ ընտրություններին ՔՊ-ի համար ձայներ ապահովվեն։ Իդեպ ընկերներ, Ասլան Ավետիսյանին չի գոհացրել նախկին համայնքապետին սպասարկող մեքենան, եւ նա 2024 թվականին շուրջ 16 միլիոն դրամ գումարով ձեռք է բերել էլեկտրոմոբիլ։ Համայնքներում խնդիրները թողած մտածում են սեփական հարմարավետության մասին միայն։ Առաջիկա ազգային ժողովի ընտրություններում ընտրելով Նիկոլ Փաշինյանին, դուք ընտրում եք Ասլան Ավետիսյանին, ով ոչ միայն կասկածվում է սպանության մեջ, այլ նաև թալանի։ Ընկերներ, քանի որ իշխանությունները, ի թիվս Նիկոլ Փաշինյանի, ցանկացած իշխանականի ապօրինությունների մասով լռում է, կոծկում է, Այդ պրինտ արած թղթե, այդ փաստերը դուք եք գրել, դուք եք, մի րոպե։ ապա մեզ մնում է միայն մեկ ելք՝ իրական հեղափոխություն։ Հայաստանը պետք է լինի առանց ներկա եւ նախկին ռեժիմների։ Միասին պետք է մաքրենք բոլոր նրանց, ովքեր սեփական հարմարավետությունը վեր են դասում համայնքային կամ հասարակական շահից։ Վստահեցնում եմ, որ հնարավոր է առանց արյունահոսության, առանց որևէ միջադեպի հասնել իրական հեղափոխության։ Հիմա ցանկանում եմ մասնակցել ՔՊ-ի սկսած չելենջին, ամեն օր կտեղադրեմ մեկ լուսանկար իմ էջում։ Ընկերներ, առաջիկա շաբաթը խոսելու եմ Լոռու եւ Կոտայքի մարզերի մասին։ Եթե կունենաք հստակ տեղեկություններ, կարող եք անձնական նամակով գրել։ Իսկ վաղվա եւ շաբաթօրվա հաղորդումները լի են անակնկալներով։ Հարգանքով, ձեր Հայը։